2021 թվի արտահայտ խորհրդարանական ընտրություններում այդ պատերազմի այդ բան վիճակում մենք գրել ենք դաշնակցական նախընտրական ծրագիր եւ դաշնակցական նախընտրական ծրագրով գնացել ենք Քարոզարշավի։ Ես չգիտեմ Հայաստանում առիթ ունեցել ենք թե չէ, այս վերջը որտեղ էր։ Մի միջազգային ինչ որ հարթակում կարծեմ ոչ պաշտոնական զրույց էր։ Տենց եկան ինձ բան արին, էլի, ասին պատմեք հլը, իրանց շատ հետաքրքիր էր, ոնց ա եղել այդ 21 թվի բաները եւ այլն եւ այլն։ Ես իրանց ասացի, լսեք, մենք 21 թվին գրել ենք մաքուր դաշնակցական մի հատ, այսինքն մաքուր չէ, ԿՊ դաշնակցական մի հատ ծրագիր եւ գնացել ենք նախընտրական քարոզարշավի։ Ես հիշում եմ, այդ ոնց որ հիմա երեխեքն են, իմիջայլոց, որ ինձ համար հիմա հանելու կա, ինչա կատարվում։ Ես պետք է հասկանամ ինչա։ Լսեք, մենք գնում ենք բանի, մարզերում հանդիպման, եւ ես տենում եմ առաջին 4 շարքում կանգնած են կանայք։ Տենց բան Հայաստանում չի լինում Հայաստանում, որ կանայք քաղաքական միջոցառումներին տենց բան ունենա, տենց մասնակցություն, ընդ որում զգում եմ մարդիկ բանով, կներեք, խալաթով, երբեմն բանով, ճիշտ ամառեր, քարոզար, չստերով, բանով տենց զգացում եմ, որ ինչ-որ տենց վերջին պահին եմ որոշել, որ հա, վերջին պահին, ու ես ինտուիտիվ աշխատում եմ այդ մարդկանց մեջով գնալ, որովհետև չի կա, խելագարվում եմ, ասում եմ, ինչ ինչա կատարվում, սկզբից մտածում եմ, բերում են այդ մարդկանց, հետո ասում եմ, լավ, բերելիս տենց հագած կապած, նախապես պլանավորում են, բանով ամառը վերարկու չեն ատել, վերջը էլի, ասինքն պատրաստված, եւ ես այդ մարդկանց միջով էի անցնում, եւ ես հիշում եմ, ես առաջ անգամ շոկի ենթարկվեցի, երբ որ Հայաստանում քաղաքական էլիտան ինձ մեղադրում էր դավաճանության մեջ, որ ես բանը նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրել, մի կին կանգնեց, ասեց շնորհակալություն եմ հայտնում։ Ես էլի ասացի ինչի համար, ասեց որ այդ թուղթը ստորագրեց, ասացի մայրիկ ջան, տարիքով, ասացի ամբողջ Հայաստան ինձ ասում է, որ ես դավաճանություն եմ արել թուղթը ստորագրել, դուք շնորհակալություն եք հայտնում։ Այդ կինը ասեց, որովհետև ասեց դու բան, ասեց տասնյակ հազարավորների կյանքեր փրկվել են դրանով եւ ես դրա համար հետո այդ մարդկանց միջով անցնելիս ոնց որ խաղաղություն բերեք, խաղաղությունապետ, խաղաղություն բերեք, գնացեք խաղաղություն եւ իրանք ամբողջը քանդուքար արեցին մեր նախընտրական ծրագիրը եւ ես արդեն մեր բանում ընտրություններից է դրա համար կառավարության ծրագիրը սկսում է սրանից որ ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել։ Մի բառ ավելացնեմ, մի բառ։ Բա որ մենք դա չանենք, մենք ո՞նց ենք ուղիղ եթերում գնում ամբողջ հանրապետություն տնից մարդկանց դուռը ծեծում, այդ հասկանում եք պետք է գնահատել, ասենք դուռը ծեծում, ինչ գիտես այդ ով է։ Ինչա բարձրացնել դրան հետը։ Այսինքն այդ նշանակում է եթե դու դուռը ծեծում ես եւ շարունակում ես դուռը ծեծել, այդ նշանակում միջին վիճակագրորեն հավանականությունը, այո կարող է լինի դեպք, բայց մեծամասնությունը դու գիտես, որ դրան այն կողմում ինչ տրամադրություն կա։ Պարոն վարչապետ, ասածս են, որ այդ 2021 թվականի ընտրությունները դուք ծրագիրն եք մեջ բերում, այդ ծրագրի մասին չէր։ Այն բանը, որ հարցվածների 60-ից ավել տոկոսը այդ ժամանակահատվածում նույնիսկ չէին ասում համար են քվեարկելու։ Այն բանը, որ քվեարկության օրը ինձ ես այն ժամանակ փոխնախագահ ազգային ժողովի ընտրատեղամասից մարդ էր տեսնում դուրս գալիս նրան թաքուն 2021 թվականին թաքուն գնացել են ընտրել են գործող իշխանությանը թաքուն այդ ընտրությունը այդ ծրագրի մասին չէր այդ ընտրությունը Հայաստանի լինել չլինելու ապագայի ու առնվազն բոլորը լավ գիտեին ինչա տեղի ունեցել ու հիմա էլ լավ գիտեն Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար